Իշականջ թագավորը։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Տրայան թագավորը էշի ականջներ ուներ, բայց թաքցնում էր թագի տակ և մարդիկ չգիտեին, որ այդպիսի իշականջ թագավոր ունեն իրենք։ Ամեն անգամ, երբ թագավորը սափրվում էր, դահիճը ներս էր մտնում, տեղն ու տեղը սպանում դժբախտ Վարսավիրին, որպեսզի սա չկարողանա պատմել թագավորի էշի ականջների մասին։ Այսպես շաբաթական 2 Վարսավիրի գլուխ էր ընկնում պալատում, և Տրայանի թագավորության մեջ շուտով Վարսավիրների թիվը պակասեց։ Վերջը հերթը հասավ մի անմորուս ջահել տղայի։ Սա պալատ մտավ և երբ սափրեց վերջացրեց թագավորին ու տեսավ նրա ականջները, վախվորած սկսեց շուրջը նայել։ Թագավորը նկատելով այդ հարցրեց. «Դու տղա ուրիշ եղբայր ունես»։ «Չունեմ», պատասխանեց փոքրիկ Վարսավիրը, «ես հորս ու մորս մինուճարն եմ»։ «Որ այդպես է, ես կխնայեմ քո կյանքը, բայց պայմանով, որ ոչ ոքի չպիտի ասես, թե ինչ ես տեսել գլխիս վրա, թե ասել ես քո բանը պրծած է»։ Տղան երդվում է, որ կլռի և դուրս է գալիս։ Նա ողջ առողջ տուն է մտնում, բայց այդ օրվանից սկսում է անընդհատ բարակել, հալվել։ Վերջը մի չոր փայտի կտոր է դառնում, որ քամին փչեր կտաներ։ Թագավորի գաղտնիքը տանջում է նրան, հալումաշ անում։ Մայրը նայում է իր մինուճար որդուն ու սիրտը մղկտում է։ Մի օր էլ չհամբերելով հարցնում է նրան. «Ասա, որդի, ի՞նչն է քեզ այդպես տանջում»։ «Չեմ կարող, մայրիկ, որովհետև խոսք եմ տվել ոչ ոքի չասել, եթե ասեմ իմ բանը պրծած է»։ Այն ժամանակ իմաստուն մայրը սովորեցնում է տղային, որպեսզի գնա անտառ, մի խորը փոս փորի և վրան կռանալով 3 անգամ արտասանի սրտին ծանրացած գաղտնիքը։ Ինչպես որ մայրը ասում է, այնպես էլ անում է տղան։ Փոսը փորում է, կռանում է վրան և 3 անգամ բղավում։ Տրայան թագավորը էշի ականջներ ունի, թագավորի ականջները էշի ականջներ են, մեր թագավորը իշականջ է, և լցնում է փոսը։ Միանգամից թեթևանում է և ուրախ վերադառնում տուն։ Անցնում է որոշ ժամանակ, և տղայի փորած տեղում մի կարմիր սրին եղեգ է բուսնում։ Գյուղի հովիվները նստում են եղեգն ու կարճլիկ ցողունները կտրելով, իրենց համար սրինգ են տաշում։ Բայց ով զարմանք, հենց որ փչում են սրինգները, ինչ-որ մարդկային ձայներ առած սկսում են երգել. «Տրայան թագավորը էշի ականջներ ունի, թագավորի ականջները էշի ականջներ են, մեր թագավորը իշականջ է»։ Մինչև իրիկուն լուրը տարածվում է ամբողջ երկրով մեկ։ Ձայնը հասնում է Տրայան թագավորին։ Սա հրամայում է իր մոտ բերել փոքրիկ Վարսավիրին։ Տղան գալիս ու պատմում է բանի իսկությունը։ Այն ժամանակ թագավորը ինքն է իր համար մի այդպիսի սրինգ սարքում, և երբ փչում ու նույն խոսքերն է լսում, հուսահատ որոշում է. այլևս թաքցնելը միտք չունի և բաց է անում իր էշի ականջները։